Սկսենք։ Էդ ինչ կա։ Այս օրինակ գիտես կարա ինչ լինի։ Այս այն արկղնա, որի մեջ մեր գյուղացիները օրնի բուն, քրտնաջան, աշխատանք են անում, գյուղմթերք են հավաքում, դասավորում են ու այսուհետ ըստ մեր խոստման պետքա դասավորեն, այսպես տանեն հանձնեն մթերման ու վերջ։ Այդքանով իրանց աշխատանքը սահմանափակվի։ Այդ կազմակերպությունը այսուհետ կմտած այդ գյուղացու մթերքը կվաճառվի, թե չի վաճառվի, իսկ գյուղացին իր աշխատանքի գումարը կստանա։ Այսօր մենք ներկայացրեցինք Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան։ Իսկ ուժեղ Հայաստանը հնարավոր է, երբ մենք ունենք ուժեղ տնտեսություն։ Եվ այս 5 քայլ խոստումներով տվեցինք տնտեսական գործունեության տեսլականն ու մեկնարկը։ Ինչ ենք խոստանում։ Առաջին 300,000 աշխատատեղ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես մարզերում։ Այլևս մեր հայրենակիցները չպետք է իրենց ապրոստի միջոցը փնտրեն մեր հայրենիքի սահմաններից դուրս։ Երկրորդ, բիզնես, փոքր բիզնես 0% հարկմամբ։ Եթե դուք ունեք վարսավիրանոց, եթե դուք ունեք հացի փուր եւ այլ տեսակի փոքր բիզնես գործունեությամբ եք զբաղվում, պետությունը ոչ թե ձեր փոքր եկամուտը պետք է ձեր մի գրպանից մտցնելով մյուս գրպանից հանի, այլ պետությունը պետք է լինի ձեր հենարանը եւ երաշխիքը զարգացնելու ձեր փոքր բիզնեսը եւ ի վիճակի հարկատու դառնալու ավելի խոշոր տնտեսական գործունեության համար։ Երրորդ, մթերում։ Այլևս գյուղացին չպետք է մտահոգված լինի իր գյուղմթերքի մթերման մասին։ Գյուղացին պետք է մտահոգված լինի իր առօրյան այնպես կազմակերպել, որպեսզի արդյունավետ գործունեության արդյունքում օգտավետ գյուղմթերք արտադրի։ Իսկ դրա հետագա մթերումը պետք է լինի պետության եւ մասնավորի հոգսը։ Չորրորդ, 20% ավելի էժան դեղորայք բոլորի համար, թե մեր տարեցների, թոշակառուների, թե երիտասարդների համար։ Եվ այլևս մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու այլ երկրներից ներկրել եւ գնել դեղորայք, որպեսզի գումար խնայեն։ Եվ վերջապես 20,000 բնակարան պետական աջակցությամբ նորաստեղծ ընտանիքների համար։ Եվ այո, մեր երկրում պետությունը պետք է զորավիք լինի նորաստեղծ ընտանիքներին եւ հիմքեր ստեղծի, որպեսզի մենք շատանանք, բազմանանք եւ նոր մարտահրավերներ ներկայացնենք այս աշխարհում։